Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմատ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, Արցախյան կոլորիտը։ Արմատ, քանզի եթե մենք չիմանանք մեր անցյալը, չենք կարող կերտել ներկան եւ ապագան։ Այսօրվա թեման դիզակում, այսինքն մեր հադրութի շրջանում տեղի ունեցող վերականգնված տոնացիսական մշակույթի մասին է խոսքը։ Դա ավարում է Դիզակ արտ մշակութային կազմակերպության տնօրեն Երազիկ Ավանեսյանը։ Բարև ձեզ Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ի տարբերություն մյուս շրջանների, թե մյուս շրջաններում էլ տոնակատարությունները նշվում էր, բայց Դիզակը մի տեսակ կամ հադրութի շրջանը մի տեսակ այսպես առանձնանում էր այդ ամենի մեջ եւ մենք տարբեր լրատվամիջոցներով թերթերում թե հեռուստատեսությամբ տեսնում ենք տարբեր տոներ, որոնք այսպես կարող է դուք ներկայացնում եք հանրությանը եւ վերականգնում եք, որը շատ կարեւոր էր, որովհետեւ խորհրդային իշխանության ժամանակ այս ամենը գրեթե մոռացության է տրված եւ դուք բավականին ջանքեր գործադրեցիք, որովհետեւ այդ ամենը վերականգնվի եւ ինչպես նաեւ դա հանրահռչակվի։ Ինչպես դա ձեզ հաջողվեց։ Շնորհակալություն, ուրեմն երբ ես արդեն հադրութում որպես մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար էի, այդ տարիներին շատ մեծ ակտիվորեն ավելի էինք ազգային տոները նշում, բայց մինչ այդ էլ նշվում էին ազգային տոների ստրնդեզը մասնավորապես, սակայն իմ ղեկավարման տարիներին դա պարզապես օրացույցային օրեր չէին, արդեն հանրության շրջանում մեծ ակտիվություն էր սկսվել, այդ հարմոնիան արդեն զգացվում էր համայնքներում։ Մենք փորձեցինք ամեն կերպ եկեղեցական ծիսակարգը եւ ժողովրդական մշակույթը միացնել եւ մեծ տոնակատարություն սարքել, քանի որ դա մեզ համար համայնքի ակտիվացումներ, համայնքային կյանքի աշխուժացում էր եւ դա շատ կարեւոր էր։ Բնական է, որ Արցախի հանրապետությունը իր մշակութային քաղաքականության մեջ նաեւ մշակույթի ապակենտրոնացման սկզբունքն էր ուրեմն իր մեջ դրել եւ շատ հետաքրքիր էր որ մնացած տոների հետ կապված որ մյուս տեղերում բավականին այսպես ակտիվ նշվում էր դա դարաշն է դա նոր տարին է այդ ժամանակ շատ հետաքրքիր էր Սուրբ Սարգսի տոնակատարությունը հադրութի շրջանում մենք գիտենք որ երկու ընդամենը եկեղեցի կար Արցախում որ կրում էր Սուրբ Սարգսի անունը դա մեկը հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին է եւ մյուսը Քարավաճառի Ծառ գյուղի Սուրբ Սարգիսը եւ ձեր ջանքերի ուրեմն գնով մենք կարողացանք վերականգնել Սուրբ Սարգսի տոնը հադրութում եւ մասնավորապես Մոխրենես գյուղում այսինքն ոչ թե շրջկենտրոնում, այլ տեղափոխվեցի գյուղական բնակավայրեր, որը շատ ուրախալի էր եւ տոնակատարությունը շատ սիրով ընդունվեց հանրության կողմից։ Այդ միտքը ինչպես ծագեց։ Իրականում բոլոր ազգային տոները մենք փորձում էինք տարբեր գյուղական համայնքներում իրականացնել, իսկ Սուրբ Սարգսի տոնը մասնավորապես նշում էինք Մոխրենես գյուղում, որտեղ Մոխրենես գյուղում կար Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նշեցիք, մեր համար շատ կարևոր էր այդ հայրենաճանաչությունը նաև, որովհետև հադրութի շրջանում շատերը չգիտեին, որ հենց Մոխրենես գյուղում կա Սուրբ Սարգիս եկեղեցին։ Իրականում սա ոչ թե միայն երեխաների ու երիտասարդների համար էր այս ակտիվությունը, այս համայնքային ներդաշնակցությունը, այլև համայնքի համար էր շատ կարևոր այդ տոնի նախապատրաստությունը, որ կազմակերպվում էր եւ ուրախալի էր այդ ամենը, որովհետեւ երբ որ երեխան երգում է կամ երիտասարդը երգում է կամ կրում է այդ ազգային հագուստը, դա նշանակում է, որ ինքը իր ներսում կրում է մեր ժողովրդի հիշողությունը, դա իմ համար ամենակարևոր ձեռքբերումն էր, որը ես փորձում էի անել հադրութի շրջանում։ Շատ հետաքրքիր էր Սուրբ Սարգսի կերպարը
սպիտակ ձիով, ինչպես կարողացաք այդ բեմականացումը իրականացնել եւ միայն ձեր ուժերով էր, թե ասենք Ստեփանակերտից կամ այլ շրջաններից մարդիկ եք հրավիրել, որպեսզի ուրեմն անմիջապես թե մասնակցություն ունենան եւ թե անմիջապես այդ բեմականացմանը ուրեմն իրենց ներդրումը կատարեն։ Առաջի անգամ երբ կազմակերպեցինք Սուրբ Սարգսի տոնը, դա կազմակերպեցինք ուխտագնացությամբ եւ Արցախի տարբեր շրջաններից հրավիրեցինք երիտասարդներ, որպեսզի ուխտագնացություն կազմակերպեն դեպի Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, իսկ մշակութային մասով այո, մենք դա կազմակերպել ենք եղարվեստական, այսպես հետաքրքիր լուծումներով Սուրբ Սարգսի համահունչ ձին երիտասարդ այդ կերպարի մեջ ամեն ինչ փորձում էինք այնպես մատուցել, որ հետաքրքիր լինի եւ մշակութային եւ ծիսական այդ ամեն արարողությունները եւ կարողանանք ուսուցանել եւ հետաքրքրություն ստեղծենք հասարակության համար։ Իրականում բոլոր միջոցառումները Սուրբ Պատարագից հետո էր կատարվում, որովհետև դա էլ էր շատ կարևոր, երբ գյուղում գոնե տարին մեկ անգամ Սուրբ Պատարագ էր մատուցում, թեկուզ չգործող եկեղեցում, եւ մենք ամեն տարի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագ ենք մատուցում։ Իսկ լինում էր Սուրբ Սարգսի տոնի ամենաբնորոշ ուտեստի պատրաստումը, այսինքն խաշիլի պատրաստումը։ Եվ խաշիլի պատրաստումներ, եւ աղաբլիթները, որը նախապես պատրաստում էին գյուղի կանայք, դա եւս մեծ հետաքրքրություն էր, որովհետեւ գյուղի կանայք հավաքվում էին, այդ աղաբլիթները սիրուն պատրաստում, փաթեթավորում էին։ Իրականում գյուղական համայնքներում շատ ավելի հետաքրքիր էր այդ ամենը ստացվում, որովհետեւ այդ գյուղական միասնությունը, այդ սովորույթը, ավանդույթը, որ իրենք ամեն մի տոնակատարությունից առաջ ամբողջ գյուղ հավաքվում է իրար գլխի եւ կազմակերպում են նման հետաքրքիր լինի ուտեստի ներկայացում, պատրաստում, այդ ամենը դա մեր սովորույթն էր, մեր գյուղական համայնքներում մենք բոլորս միասին հավաքվում էինք, այսպես կոչված գյուղի հանդիսությունների սրահում եւ բոլորս հավաքվում այդտեղ։ Ինձ համար այդ ամենին ես նայում եմ մեծ կարոտով, որովհետեւ այսօր մենք այդ համայնքային կյանքը ցավոք սրտի չունենք տեղահանությունից հետո, բայց դա մեր սովորույթներից ամենա այսպես հիշվողն է եւ մեծ կարոտով ենք այդ ամենին վերաբերվում։ Նաև հիշում ենք, թե ինչպես եք նշում Տիարանդավաճի տոնը մեծ թաղալարում, մյուս տոներից, օրինակ ասենք, թեկուզ բուն բարիկենթան նշում էիք, թե ոչ, կամ զատիկի տոնակատարություն ինչպես էիք նշում։ Նաև ասեմ, որ Զատկի տոնակատարությունն էինք մեծ բեմադրությունով նշել Հադրութում, հենց Հադրութ քաղաքում, հատուկ բեմադրություն էինք դրել ինչպես է օրվա խորհրդի մասին եւ Հադրութում մի շատ կարևոր դիմագիծ կար հենց Հադրութ քաղաքում, որ Զատկին տներում էլ ամեն ընտանիքում վերաբերվում էին հատուկ պատրաստություն էին ունենում եւ այդ ներդաշնակցությունը շատ կարեւոր էր, ինչքան է դա կարեւոր, որ համայնքը, Հադրութ քաղաքը ամբողջությամբ պատրաստվում էր այդ տոնին եւ մենք որոշեցինք, որպեսզի տոնը ավելի խորհրդանշենք, հատուկ բեմականությամբ Զատկի տոնին հատուկ բեմադրություն էինք ունենում եւ երեխաներին եւ իհարկե մեր մեծահասակներին օրվա խորհրդի մասին էինք պատմում, ինչպես Զատկի տոնն էինք նշում, այնպես էլ նշում էինք Վարդավառի տոնը, դա իհարկե երեխաների շրջանում է շատ ակտիվ, ոչ միայն նաև մենք զինվորների հետ էինք դա փորձում կազմակերպել հենց Հադրութի հրապարակում։ Իրականում այսպես մտովի տեղափոխվեցի Հադրութ եւ այդ տոնակատարությունները, այդ ամեն ինչը մեզ համար մնաց որպես մեծ հուշ։ Այս օրերին մենք չունենալով այդ կոմպակտ բնակավայր կոչվողը հետ ամեն ինչից հեռացել ենք, բայց մեր արմատներին վերադառնալով մենք հասկանում ենք, թե ինչքան ներդաշնակ ենք ապրում։ Այսօր դուք ներկայացնում եք Դիզակարտ մշակութային կազմակերպությունը, որը տարբեր մշակութային ծրագրեր է իրականացնում ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև տարբեր մարզերում, գիտենք նաև որ ունեք Աբովյանի մասնաճյուղ, Մասիսի ուրեմն մասնաճյուղը, փորձել եք արդյոք
այդ ճիշտ է դժվար է, որովհետև ձեր խոսքում է նշեցիք, որ կտրված եք ոչ միայն համայնքից, այլ նաև պատմական լանդշաֆտից եւ շատ այլ գործոններից։ Փորձել եք արդյոք այդ տոնների որոշակի տարեր այստեղ վերականգնել։ Այո, իհարկե, մենք նման միջոցառում կազմակերպել ենք Դիլիջանում, այնտեղ հատուկ տեղ կար, որտեղ անապահով ընտանիքներն էին բնակվում, հատուկ պանսիոնատ էր, եւ մենք առաջի անգամ 20 թվականի տեղահանումից հետո կազմակերպել ենք Դիլիջանում հենց այդ պանսիոնատի անապահով ընտանիքների համար նույն օրվա խորհրդով, նույն համերգային ծրագրով եւ անցած տարի Աբովյան քաղաքում ինքներս առաջարկեցինք մեր մասնակցությունը եւ եկեղեցու Բաքու մեծ մշակութային ծրագիր ներկայացրեցինք։ Մենք փորձում ենք այդ համայնքային կյանքը որոշ չափով պահել, բայց դա մեծ դժվարություն է իրենից ներկայացնում, սակայն մենք չպետք է թուլանանք եւ շարունակում ենք մեր գործունեությունը։ Իսկ Հադրութում եւ շրջանում այդ տոնակատարությունները նշում եք։ Ամենահիշարժանը ձեր համար որն է։ Որ տոնակատարություններ, որ այդպես շատ տպավորվել է ձեր մեջ, որ մինչև այսօր էլ հիշում եք։ Դա կլինի Հադրութ քաղաքում, թե կլինի գյուղական բնակավայրերում։ Ամենամեծ հիշարժանը դա Դիզափայտի լեռի ուխտագնացությունն է, որը կազմակերպել ենք Արցախի տարբեր շրջանների երիտասարդների միջոցով եւ մենք փորձել ենք այդ տարբեր համայնքների երիտասարդներին, որ իրար ճանաչեն, այդ շփումը լինի եւ մենք հենց Հադրութի շրջանը նախաձեռնել է նման ուխտագնացություն դեպի Դիզափայտի կատարովանք։ Իմ համար ամենահիշվողը եւ այդ համայնքային շփումը շատ կարևոր էր, որովհետև թեկուզ մենք Արցախը փոքր էր, բայց նաև այդ կապը մի քիչ ընդհատված էր ինչ որ երիտասարդական ֆորումներով էր մի կերպ հավաքվում, բայց մենք փորձեցինք նաև դա կազմակերպել։ Իսկ որ տոնին կատարեց այդ ուխտագնացությունը։ Երիտասարդների տոնին ներնվիրված ուխտագնացությունը ներնվիրված, այո, ուխտագնացություն դեպի կատարովանք։ Մեծ ուխտագնացություն էլ կազմակերպել ենք 7 դռնի վանք, ելի Արցախի տարբեր շրջաններից երիտասարդները միասին ուխտագնացություն են կազմակերպել դեպի 7 դռնի վանք։ Հադրութի շրջանը փորձում էր ակտիվորեն ներգրաված լինել բոլոր տոնական եւ օրացուցային այդ միջոցառումներին, որ կարողանանք այսպես մեր շուրջը հավաքել երիտասարդներին։ Իմ համար շատ կարևոր էր այդ երիտասարդների շփումը, քանի որ դրանով էլ մենք փորձում էինք դաստիարակել մեր սերնդին։ Իսկ երբ որ դուք ստանձնեցիք այդ պաշտոնը, միջ ձեզ որ տոներն էին այդպես մեծ շուկով կատարվում Հադրութում կամ շրջանում շատ մեծ շուկով նշում էին Տերն ընթառաջը, որը հենց Հադրութի մշակույթի բաժնի կողմից էր կազմակերպվում եւ մինչեւ ինձ էլ այդ տոնը տարբեր համայնքներում մեծ սիրով ու մեծ շուկով կազմակերպվում էր։ Այսպիսի հետաքրքիր զուգատիպություն է, թե չգիտեմ, այդպես պատմական օրինաչափություն է, ինչպես կարող ենք դա ասել, ես հիմա այդպես դժվարանում եմ, բայց հետաքրքիր մի փաստ եմ արձանագրել ինձ համար, որ օրինակ ասենք թե Տերն առաջը, թե Զատիկը, նոր տարին բնական է, միշտ էլ կար եւ խորհրդային իշխանության ժամանակ էլ կար, թե մյուս մեր թե համբարձման տոններ նշվում էր, բայց օրինակ մի տեսակ Արցախում խաչվերացի տոնի նկատմամբ այսպես բացի եկեղեցական ծիսակատարություններից այդպես մեծ տոնախմբություններ չէին կազմակերպվում, ինչպես օրինակ ասենք Զատիկին կամ Վարդավառին։ Հադրութի շրջանում դա ինչպես էր ներկայացվում կամ դուք խաչվերացի տոնը նշում էիք թե ոչ։ Վերջի տարիներին արդեն խաչվերած տոնի մասին սկսում էինք հանրությանը ներկայացնել, բայց իրականում խաչվերած տոնը Արցախում, ինչպես դուք նշեցիք, չենք նշում եւ մի տեսակ մենք քանի որ մեր ավանդույթները ուրիշ տեսակ է, որ պետք է լինի 7 օր, 40 օր, տարի, այդպես այդ ավանդույթը կարծես թե մի տեսակ
չէին ուզում խախտել իմ կարծիքս է դա եւ այո խաչվերացի տոնը վերջի տարիներին արդեն ինչ որ կերպ կարողանում էինք հանրության ներկայացնել, բայց իրականում այո Արցախում խաչվերացի տոնը գրեթե չէինք նշում։ Ինչ եմ այս հարցը տվել, որովհետև մյուս շրջաններում էլ նույն ձևով, ասենք նշում էին ավելի մեծ շուկով իմ թվարկած տաղավար տոները, բայց խաչվերացի նկատմամբ այդ վերաբերմունքը մի քիչ անհասկանալի էր նաև։ Իհարկե, Քաշաթաղի շրջանում որոշակի ակտիվություն կար այդ հարցում, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչն էր պատճառը։ Այդ տոնը լավ չի քարոզվել, թե այդ տոնի նկատմամբ Արցախահայությունը որոշակի բացի եկեղեցական զուտ ծիսակատարությունից այն կողմ չի անցել եւ միգուցե նաև սիրված տոն չի եղել հիմա նաև որովհետև որ կարդում ենք նաև 19-րդ դարի վերջի 20-րդ դարի մեր ազգագրական ուսումնասիրությունները Արցախին նվիրված, այնտեղ էլ առանձնապես այդ տոնի վերաբերյալ տվյալներ չկան։ Դուք ինչ որտեղ հանդիպել եք այդ տոնի վերաբերյալ տվյալներ, որ Արցախում, ասենք, որևէ վայրում մեր շուկով նշում էին։ Իրականում երբեք չեմ հանդիպել, ինձ թվում է դա արդեն մեր սովորույթների ավելի շատ սովորույթներն են տեղ գրավել այդ առումով, քան եկեղեցական այդ ծիսական տոնը, որը հենց եկեղեցում էր մենակ նշվում, չեմ կարծում, թե դա այսպես հատուկ չէին նշում, այլ ուղղակի մեզ մոտ չէր։ Շնորհակալություն։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդումը։ Արմատ հաղորդաշարը դուք կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջում։ Բարին ձեզ, կհանդիպենք։